Բարելույս սիրելի հայրենակիցներ, Հայաստանում այժմ 2025 թվականի հունիսի 14-ն է, առավոտյան 8:21 Արդեն ուղիղ 1 օր է 24 ժամ եւ ավել, որ շատ դաժան պատերազմ է տեղի ունենում Հայաստանի հարևան Իրանի եւ Իսրայելի միջև, որը Հայաստանին իհարկե հարևան չէ, բայց ընդհանուր առմամբ տարածաշրջան է, մերձավոր արևելքի մի մասն է կազմում։ Բազում փորձագետներ, այդ թվում Հայաստանից, խոսում են Իրան-Իսրայել պատերազմի մասին, իրենց կարծիքով ելքերի մասին, խոսում են թե ինչ կարող է անել կամ ինչ է անում Իսրայելը, ինչ է անում Իրանը, ինչ կլինի եւ այլն։ Բայց շատ ավելի կարևոր է հասկանալ, թե մեր շահերի տեսանկյունից, Հայաստանի շահերի տեսանկյունից ինչ կարող է սպասվել Հայաստանին, ինչ վտանգներ եւ ինչ հնարավորություններ կան, որովհետեւ ի վերջո մեզ հետաքրքրում է, մեզ անհանգստացնում է Հայաստանի Հանրապետության հայ ժողովրդի կենսական շահը։ Եվ այս համատեքստում, սիրելի հայրենակիցներ, պիտի ասեմ, որ տեսեք, Իսրայելը հարվածել է Իրանի հիմնականում այն վայրերին, որոնք երկրի կենտրոնական եւ հյուսիսային հատվածներում են։ Դրանք մասնավորապես մայրաքաղաք Թեհրանն են, Թեհրանի շրջակայքը, մի փոքր Սպահանը, 1-2 տեղ, ինչպես նաեւ Իրանի հյուսիսային շրջաններից Թավրիզը։ Հատկապես Թավրիզի առումով է շատ կարևոր, որովհետեւ որպեսզի լավ պատկերացնեք, Թավրիզը Հայաստանի Հանրապետության սահմանից, Մեղրիից, այսպես ասենք, հեռու է ուղիղ գծով 91 կիլոմետր, ճանապարհով մոտավորապես 150 կիլոմետր։ Շատ, այսպես կենտրոնանանք ուղիղ գծով 91 կիլոմետրի վրա։ Այսպես ռազմաօդային ուժերի համար 91 կիլոմետրը մի քանի րոպեի հարց է եւ համարվում է ընդհանուր առմամբ սահմանային գոտի։ Այսինքն նշանակում է Հայաստանի Հանրապետության սահմանին մոտ տեղի են ունենում ռազմական գործողություններ։ Եվ սա կարևոր է այն առումով, որ Հայաստանը երկու կողմից, արևելքից եւ արևմուտքից, այսինքն Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից շրջապատված է թշնամիներով, հաստացի թշնամիներով, որոնք ի դեպ անդադար խոսում են, սպառնում են Հայաստանի Հանրապետության գոնե հարավային շրջանները, Սյունիքը, Վայոց ձորը գրավելու իրենց ցանկությունների մասին։ Եվ թշնամու այդ ցանկություններին, թշնամու այդ ձգտումներին մշտապես այսպես կանխում են, մշտապես թույլ չի տալիս, որ դրանք իրականանան մեր հարավային հարևան Իրանը։ Ինչու՞, որովհետև Իրանը ինքը եւս շատ լավ է հասկանում, որ եթե Հայաստանի Հանրապետության տարածքի վրա լինի հարձակում եւ պայմանական, ասենք, Աստված մի արարցե, գրավի թշնամին օրինակ Սյունիքից հատվածներ, դա կնշանակի Իրանի տարածքի մեկուսացում, որովհետև Իրանը իր հարևան 15 հարևաններից միայն մեկ հարևան է, որ այսպես իրական թշնամական տրամադրություն չունի այդ երկրի նկատմամբ, եւ դա Հայաստանն է իր այսօրվա 43 կիլոմետր սահմանով, Մեղրիի հատվածով։ Հետևաբար Իրանի համար կարմիր գիծ է, որպեսզի Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ 1 սանտիմետր չփոխանցվի Թուրքիային կամ Ադրբեջանին։ Եվ ահա սրանից է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են օգտվել եւ փորձել ՆԱՏՕ-ի ուժերով հարձակվել Հայաստանի Հանրապետության հարավային շրջանների վրա։ Հետևաբար, անձամբ ինձ տվյալ դեպքում անհանգստացնում, մտահոգում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը Իրան-Իսրայել պատերազմի շրջանակում։ Առավել եւս, երբ որ մենք գիտենք, որ հունիսի 13-ին Իրանի հյուսիսային շրջանների վրա հարձակումը եղել է հենց Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքից։ Չեմ ասում Ադրբեջանի տարածքից, որովհետև Արցախը չի համարվում Ադրբեջանի տարածք։ Ցավոք սրտի Արցախի տարածքից է եղել Իրանի վրա հարձակումը, մասնավորապես ես սկզբում տեղեկություններ ստացա Իրանի իմ գործընկերներից, որ այդ հարձակումը Իսրայելի ռազմաօդային ուժերը Իրանի վրա հարձակվել են Ֆիզուլիի եւ Վերձորի օդանավակայաններից, բայց հետո արդեն պարզվեց, որ այդ հարձակումը եղել է Ֆիզուլիի եւ Գանձակի օդանավակայաններից F-35-երով, ՆԱՏՕ-ին պատկանող F-35-երով մոտեցել են Իրանի սահմանին եւ փաստորեն ջրականի հատվածից այսպես հրթիռային հարձակումներ են իրականացրել
Իրանի հյուսիսային շրջանների, մասնավորապես Թավրիզի ուղղությամբ։ Հիմա պարզ է, որ պատահական չի, որ Ադրբեջանը փաստացիորեն ներքաշված է այս ռազմական գործողության մեջ, եւ ամենևին էլ պատահական չէ, որ Իսրայելի լրատվամիջոցները արդեն սկսել են բարձրաձայնել, որ Ադրբեջանը պետք է սկսի Իրանից անջատել այն տարածքները, որոնք իրենց կարծիքով էթնիկ ադրբեջանցիներով են բնակեցված։ Խոսքը Իրանի հյուսիսային այն շրջանների մասին է, որոնք պատմական հայկական ատրպատական նահանգն են եւ շատ 100-ամյակներ առաջ են անցել Իրանին, դրանք հիմնականում թյուրքախոս իրանցիներ են, հիմնականում ազարիներ են այնտեղ բնակվում, որը ամենևին ոչ մի կապ չունի ազերի կոչված ինչ-որ երևույթի հետ, պարզապես 1918 թվականից սկսած Լենինի եւ Քեմալի, հատկապես 20-21 թվականներին Լենինի եւ Քեմալի ակտիվ ջանքերով ստեղծվեց այդ Ադրբեջան պետությունը, որը անվանումը հենց Իրանի Ադրբեջան տարածքի անվան նման ուղղությամբ է ստեղծվել եւ որևէ էթնիկ կապ չունի Իրանի հյուսիսում ապրող ազարիների հետ։ Մի դեպքում ազարի է, մյուս դեպքում ազերի է։ Ազարին էթնիկ խումբ է, որը ապրում է Իրանի հյուսիսում, իսկ ազերին թուրք-թաթարական ցեղախմբերն են, որոնք 1921 թվականից հետո սկսել են ստանալ ազերի անվանումը, արհեստական անվանումը։ Եվ այս համատեքստում շատ կարևոր է, որ մեր հայրենակիցները իմանան, որ Ադրբեջանը պատրաստվում է Իրանի հյուսիսային շրջանների նկատմամբ այսպես պահանջներ ներկայացնել, ժողովրդին փորձել հանել ոտքի եւ այդ կերպ տիրանալ Իրանի հյուսիսային շրջաններին, պարզ է, որ դա Ադրբեջանը չի, դա Թուրքիան է, Թուրքիայի հետ համատեղ է Մեծ Բրիտանիան, Իսրայելը եւ այլն։ Եվ այստեղ կրկնում եմ, Հայաստանի Հանրապետության հայ ժողովրդի անվտանգային շահերից է բխում առաջին հերթին մեր սահմանագծի ամուր պաշտպանությունը։ Պիտի ասեմ, սիրելի հայրենակիցներ, որ երեք արդեն մենք շատ հաշվի առնելով բոլոր հնարավոր վտանգները, երեք մենք բավական մեծ քանակության քողարկիչ ցանցեր եւ այլ ապրանքներ, որոնք ռազմական նշանակություն ունեն եւ կարող են ապահովել հայ զինվորների անվտանգությունը առաջնագծում, ուղարկեցինք Սյունիքի մարզ։ Այսօր եւս որոշ ապրանքներ կուղարկենք։ Ձեզ եւս խնդրում եմ, գիտեք, կարելի է տանը նստել, դիվաններին նստել եւ լուրջ դեմքով վերլուծություններ անել, բայց Հայաստանի Հանրապետության հայ ժողովրդի անվտանգային շահերին դա ոչինչ չի տա։ Շատ կարևոր է հասկանալ, թե մենք ինչ կարող ենք անել մեր երկրի համար, որովհետեւ կրկնում եմ, եթե սպառնալիքը Հայաստանի Հանրապետության նկատմամբ դառնա շատ ավելի իրական, ապա մեր դիվանները հաստատ չեն կարող մեր պետությանը օգտակար լինել։ Հետևաբար փորձենք ինքներս յուրաքանչյուրս մեր հնարավորությունների սահմաններում օգտակար լինել։ Կարող եք հարցնել ինչպես օգտակար լինել։ Շատ պարզ։ Կարող եք օգտակար լինել, դուք ինքներդ օրինակ մտնում եք Wildberries կամ Temu կամ չգիտեմ, Ozon եւ այլն եւ ձեռք բերել քողարկիչ ցանցեր։ Քողարկիչ ցանցերը տարբեր տեսակի են լինում, ցանկալի է լինեն հնարավորինս մանր այսպես վանդակներով, որպեսզի դրանք կարողանան ինչպես թաքցնել հայ զինվորների տեղակայման վայրերը, այլև պաշտպանել որոշակի հարձակումներից, որի մասին չեմ մանրամասնում, որպեսզի հասկանում եք, որ չի կարելի մանրամասնել։ Անհրաժեշտ է, որ դրանք լինեն հիմա կանաչ գույնի, հողագույնը այլևս կարծես թե օգտակար չի այս եղանակին, եւ անհրաժեշտ է, որ դրանք լինեն առնվազն 3 մետր լայնությամբ եւ առնվազն 10 մետր երկարությամբ։ 3 մետր լայնությամբ 10 եւ ավել կարող եք։ Եթե դժվարություններ ունեք, կարող եք գումար փոխանցել այն մարդկանց, ովքեր զբաղվում են դրանով, ոչ միայն դա ես եւ իմ գործընկերներն ենք, այլև կան այլ անձինք, իդեպ ասեմ, մեզ հետ աշխատում են Հայաստանի բոլոր հատվածներում ապրող եւ գործող մարդիկ, նկատի ունեմ պատասխանատուներն են բոլոր առաջնագծային հատվածներում։ Կամ եթե ձեռք եք բերել, ինքներդ կարող եք
ինքներդ կազմակերպել եւ քողարկիչ ցանցեր, հեռադիտակներ, գիշերային տեսանելիության սարքեր եւ այլ նմանատիպ ապրանքներ, եթե իհարկե գտնում եք, որ ինքներդ կարող եք դա անել եւ ինքներդ փոխանցեք բանակին։ Հավատացնում եմ ձեզ, հիմա մեր բանակը նման բաների կարիք, ինչքան էլ որ պաշտպանության նախարարությունը տրամադրի, այնուամենայնիվ անհրաժեշտություն են դրանք եւ ինչքան մենք փորձենք մեր բանակին ավելի օգտակար լինել, այնքան Հայաստանի Հանրապետության առաջնագիծը հայ զինվորի անվտանգությունը, մեր սահմանների ամրությունը ավելի ապահովված կլինեն։ Իսկ ընդհանրապես հաճախ հարց են տալիս, թե այդ քողարկիչ ցանցերը ինչ են անում, եթե օրինակ թշնամին հարձակվի։ Քողարկիչ ցանցը երկնքի կողմից, այսպես քողարկում է, թե որտեղ է թաքնված հայ զինվորը, խրամատում որտեղ է կանգնած հայ զինվորը եւ թշնամու բայրակթարն է, թե մնացած թե ինչ է, փաստացի չի կարող տեսնել, թե կոնկրետ որտեղ է կանգնած հայ զինվորը կամ հայկական զինտեխնիկան եւ փաստացի այդ առումով մեր զորքը եւ զինտեխնիկան մնում են անտեսանելի թշնամու աչքից։ Իսկ փորձը նաեւ ցույց է տալիս, որ երբ մեր զինվորը անտեսանելի է թշնամու երկնքից աչքից, այսպես ասած, մեր զինվորը կարող է ճիշտ պատասխան տալ, արդյունավետ պատասխան տալ թշնամու բոլոր սադրանքներին։ Այսքանը սիրելի հայրենակիցներ, տարածաշրջանում տեղի ունեցող բոլոր զարգացումներին, գործընթացներին նայեք Հայաստանի Հանրապետության հայ ժողովրդի շահի տեսանկյունից եւ լուրջ մի վերաբերվեք այն մարդկանց, ովքեր իրենց թվում է թե լուրջ դեմքով ինչ որ լուրջ վերլուծություններ են անում, իրենց դուրս դնելով հայկական պետականության շահից։ Եվ նույնիսկ եթե մենք բոլորս գիտենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունները ամենևին չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում աշխարհում, կամ եթե պատկերացնում են մեծ հաշվով կոպիտ ասած թքած ունեն այդ ամենի վրա եւ զբաղված են իրենց անձնական շահերով, նույնիսկ այդ պարագայում, սիրելի հայրենակիցներ, խնդրանքս է հայկական պետականության, հայ ժողովրդի շահը մի ստորադասեք քաղաքական հարցերից եւ նույնիսկ այդ պարագայում խնդրում եմ մի մտածեք, թե բա մենք անում ենք, Նիկոլը կհանձնի։ Հավատացած եղեք, եթե հայկական բանակը ուժեղ եւ պաշտպանված լինի, յուրաքանչյուր քաղաքական հրաման կարող է մնալ օդում կախված, եթե զինվորը կարողանա արդյունավետ պաշտպանվել եւ թիկունքում ունենալ հայ ժողովրդի, իր մայր ժողովրդի անվերապահ աջակցությունը։ Լավ մնացեք, Աստված մեզ հետ, մեր հայրենիքի, մեր պետության հետ եւ տա Աստված, որ Իրան-Իսրայել պատերազմը հնարավորինս արագ ավարտվի եւ կայունություն լինի տարածաշրջանում, որովհետեւ դա Հայաստանի շահերից է բխում, հայ ժողովրդի կենսական շահերից է բխում եւ ընդհանրապես Իրանի ժողովուրդը, իրանական պետությունը մեզ համար կարևոր երկիր է եւ Իրանի անվտանգությունը տվյալ դեպքում նաեւ Հայաստանի անվտանգությունն է։ Պինդ եղեք, կապի մեջ կլինենք։